Ձեզ նամակով ա դիմում, եթե չեմ սխալվում, Լևոն Հախվերդյանը, Լևոն Հախվերդյանի հետ շատ բան էր, ուժեղ ֆուտբոլի խենթ էր։ Ինքը անընդհատ զանգում էր ինձ, ասում էր Սուրեն, աշխատի պարզ լեզվով խոսել, պարզությունը դա բան է, վարպետություն է, դա գիտություն է եւ ավելի շատ սովորական լեզվով, այդպես։ Վերջը ես առիթից օգտվելով իրեն ասեցի, մի խաղից հետո զանգում էր, ասում էի խնդրում եմ, եթե ես սխալներ եմ թույլ տալիս, գրեք, թե ինչ սխալներ եմ թույլ տվել, որ ես աշխատեմ այդ ուղղությամբ։ Ու այդպես ես ինքը ինձ շատ բաներում օգնեց, որ ես ասենք իմ վարպետությունը կատարելագործ եք։ Հա, հետո մեկ ուրիշը կար, Շավիղ ինչաներ, հետո դարձավ բանաստեղծական գիտությունների դոկտոր պրոֆեսոր։ Նամակ գրեց, ներելի սխալներ, ոչ ներելի սխալներ։ Ու այդ նամակը ես պահում էի։ Ու գրում էր, որ դե Ղարաբաղցիները, քանի որ ռուսական ազդեցությունը մեծ էր, շեշտը դնում են ռուսականում ոնց որ կա, առաջին վանկի վրա։ Հետո դե ես էլ որ լավ էի սովորել, Շավիղ Գրիգորյանը ինձ գրեց, որ շեշտադրությունը պետք է ճիշտ դնեք վերջի վանկի վրա, հետո բանը թվականները պետք է ճիշտ արտասանեք, որտեվ Ղարաբաղյան բարբարի վրա նաև կար այդ թուրքականի ազդեցությունը, որ ասում էին 100, արդեն իմացիր, որ բան չէր, օրինակ Քոչարյանը դարձավ հանրապետության նախագահ, այդպես էլ մեկը չկար կողքին, որ ասեր 100 չի։ Մարդիկ կատաղում են առավել ևս, երբ ադրբեջանական բանն ես օգտագործում։ 100 պետք է ասես այդքան բան։ Ու ես կարճ ժամանակում ինքնակատարելագործեցի։ Արագորեն դե ես մանավանդ որ բանաստեղծությունների արտասանում մեկը մյուսը ինձ համար խնդիր չէր։ Ես արդեն պատրաստված էի։ Արագորեն ես շեշտադրությունը սկսեցի ուշադրություն դարձնել թվականները, պլյուս դրան այդ Մերգելյանում աշխատելը ինձ օգնեց բան, ու այդպես ես որ եթե դուրս եկա, արդեն պատրաստի մեկնաբան էի։